Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք հադուկ աղանդեր, որը շոկոլայով է պատրաստվում ու շոկոլասերների համար հետաքրքիր բաղադրատոմս է, որը մի քանի րոպեում է պատրաստվում ու ստանում եք մի համովություն։ Հիմա ոնց տեսնում եք, ստեղ ունենք արմավ, մենք ընտրել ենք լավ որակի արմավ, որը մեծ պետք է լինի ու ինքը էս միջակ քույնի, այսինքն ոչ շատ մուկ, ոչ շատ բաց, սրճակույն։ Մի մասը արդեն մենք սկսել ենք մաքրելու, մի կողմից ես պատմած ժամանակս կշարունակեմ մնացածը ու արդեն կանցնենք գործի։ Այսպես իրան մեկ քիզանում ենք, հետո կուտը դուրս ենք անում ու իրան թողում ենք, բայց չենք երկու մասի չենք բաժանում, որովհետև իրան հետո տապակացնելու ենք, հեսա կտեսնեք ինչ ենք անելու։ Այսինքն այսքան համբերությամբ կարող եք դան բոլոր անդամներին կանչել ու իրար օգնելով անել։ Խնդիր չի գա, որովհետև ճաշ պատրաստելու ժամանակ, երբ որ ընտանիքով կամ մի քանի հոգիով ենք անում, ավելի համով է պատրաստվում։ Հետո էդի թերապիա լման ընտանիքին համար։ Դե ինչ անենք, առաջ մեր դադիկները, բաբիկները սենց քերտաստանով էին անում, իրականում նման թաղամասով էին անում մի ուտելիք, էդ էլ շատ հետաքրքիր էր ստացվում, ես շատ եմ սիրում տենց մեծ քերտաստաններ, ասկականներ, այդ իրականում կյանքի իմաստ է տալիս ու խորություն։ Ուզում եմ ասեմ, որ եթե շատ ասկականներ ունեք, պահեք ասկականները, միշտ հարցրեք իրենց մասին, որովհետև վերջում այդ ձեր հարստությունն է։ Իրականում մի բան էլ ավելացնեմ, մեր երեխեքը պետք է տեսնեն, մենք ոնց ենք մեր բարեկամներին, մեր ասկականներին հարգում, սիրում, որովհետեւ իրենք էլ մարդ սիրող լինեն։ Մեկ-մեկ տեսնում եք, որ երեխեքը չեն ուզում շփվեն SNN, բայց որովհետեւ իրանք ծնողները չեն տեսնում, որ իրանք sense գնում են, գալիս են, շփվում են միան, իրանք են լինում։ Գնախնդրեմ դենց չի լինի։ Մոդա որ մեր արմավները վերջացել են, երևի վերջին երկուքը մնաց, այն էլ անեմ ու արդեն անցնենք հաջորդ գործին։ Իրականում արմավը շատ օգտակար է, օրական պետք է 2-ից 3 հատ ուտեք։ Ինքը լավ շաքար է։ Ու ես մեկ-մեկ, որովհետև դե մեր տանը բարձ շաքար չեմ օգտագործում, կամ օգտագործում եմ օրգանիկ մեղր, կամ օգտագործում եմ թխկի օշարակ, կամ էլ արմավ։ Արմավը մեկ-մեկ բլենդ եմ անում, ու սառնարանում թողում եմ, ու մեկ-մեկ քաղցրա պետք լինում, մի թքալ առնում եմ ու ավելացնում եմ։ Ու դենց մենք արհեստական շաքար չենք ուտում, դուք էլ կարող եք դենց անել։ Գնամ ես կուտերը թափեմ ու ձերքս լվանամ կամ։ Սավան ֆրանսերեն սավա լավ ես։ Սավա? Սավա bien։ Ֆրանսերեն սավա, այսինքն լավ ես, բայց սիով է գրվում։ Էսի էսով է։ Ոչինչ։ Thank you սավա։ Էս մի հատ չորացնում ենք ու շարունակում ենք։ Ուրեմն, արմավները պիտի շարենք, բայց շարելուց առաջ մի թեթև ցիտապտղից հետ եմ տնելու, կարող եք նույնիսկ կարակ տնել։ Մի քիչ էլ։ Պատրաստենք։ Հիմա արմավները թեմքերը թեբի վար, էսի միջուկնա, էսի դուրսնա, միջուկը թեբի վար։ Այսպես կողքովի պետքա շարենք։ Ու շարելուց հետո մի հատ ձեռքով ճզմենք։ Ուպս։ Այսպես։
Կարող ենք ցերկով անելուց հետո մի հատ էլ մենք այսպիսի բան ունենք, երևի դուք ալ դունը գունենաք, մի հատ ուղղակի ջզմենք։ Իրականում այնքան համով է ստացվում, չեք պատկերացնի, որ օրինակ դան պայմաններով է պատրաստվում, քանի որ համը շատ համով է լինում։ Ու էլ երևի չեք ոչ մի աղանտեր, ոչ մի սենց քաղցրավենիքներ չեք քնի դրսից։ Այսպես ավելացնում ենք։ Հիմա միջուկը երկու տեսակ բան եմ որոշած տնել, ընգույզ եւ պիստակ։ Անշուշտ կարող եք ու որևէ մեկ ուրիշ ընգույզ եղել տնել։ Ես այսօր սրանք եմ ընտրել։ Դուք տեսնում եք, ես մեկ-մեկ ցեզ ազատություն եմ տալիս, քանի որ ես սիրում եմ մարդիկ, երբ որ պատրաստեն, իրենք ունենան ազատություն փոխելու ինչ-որ փաղաթրիչ, քանի որ այն նրանով եք, որ դուք առաջ եք գնում։ Եթե մի քիչ վախ ունեք, օրինակ, որ այս ինչը լավ չեք պատրաստում, այն ինչը կարող է պատրաստեք, այդ մի քանի անելուց կամ ինչ-որ բաներ փոխելուց արդեն դուք առաջ կգնաք, առանց զգալու։ Դրա համար ես որոշել եմ ընգույզ եւ պիստակ տնեմ միջուկը ու վրան շոկոլա։ Իսկ շոկոլան կամ ավելի ճիշտը հայերեն դուրմը ես որոշել եմ սև։ Կարող եք եւ միլք չոկոլետ տնել, կարող եք եւ սպիտակ չոկոլետ տնել, բայց մի հատ բաղադրատոմս կա, որ քալ անգամ ցես կամ շուտով ցես կասեմ, ինքը պիստակով եւ սպիտակ շոկոլադով է, այն էլ կպատրաստենք։ Տեսակ, մեկ կողմեն արեցի, մեկ կողմեն խոսացի, ժամանակը չսկացի։ Ես իրականում սիրում եմ ձեր հետ խոսալ։ Ես չգիտեմ դուք սիրում եք ինձ լսել։ Ոնց կասեին հայաստապնակները, կասեին չոտկի չափը բռնացրել ենք։ Մի հատ որ մոդիկից նկարեք, արդեն կիմանաք։ Հիմա գլուբնի կադրը կնկարի։ Տեսակ, մի քիչ ցերկով ջզմում եմ ու հետո մի հատ էլ սրանով կջզմեմ ու արդեն կստանանք։ Մի հատ է սրանով։ Ու ինչ այլոց մի հատ էլ գախնիկ ասեմ, իրականում արմավը երբ որ դականում է, էլ ավելի համով է դառնում։ Ես մի հատ բաղադրատոմս ընդհանրապես անում եմ, մամայից սա մնացել ինձ, ինքը ոնց որ քուքի է կամ ինչ որ պլիտա ու մեջը արմավ այնքան համով է լինում, բայց հետի այդ ժամանակ կեղևները կեղևա զերծ ենք անում ու հետո իրեն եփում ենք ու մի թեթև դարչին ու կարակ ենք ավելացնում, oh my god, շատ համով է։ Արմավը պատրաստ է։ Մի կողմ ենք դնում ու անցնում ենք հաջորդին։ Հիմա, քանի որ մեր շոկոլաները այսպես են, պետք է հալացնենք։ Իրականում ես այստեղ եմ հալացնելու ու շատ ցածր կրակի վրա։ Բայց քանի որ ես ընդհանրապես մի հատ կաթսա եմ դնում, մի հատ էլ փոքր կաթսա եմ դնում իր վրա, որ գոլոշիով ինքը հալի, բայց ես այսօր ունեմ միանես կաթսան, ոչինչ, կարող եմ ցած կրակի վրա դնել ու ինքը կամաց հալի։ Հեսա կտակած գիչացնենք ու կամաց կհալի։ Մենք մեկ-մեկ պետք է նայենք, որպեսզի շոկոլան չայրի, մի հատ խառնելիք վերցնենք։ Արդեն տեսնում եք շոկոլան սկսավ հալելու։ Արագ-արագ պետք է խառնենք, որ սպասենք սա հալվի։ Տեսնում եք։ Այսինքն, եթե ինդակշն կամ ինդուկցիոն ունեք, կամ էլեկտրական, կարող եք շատ ցածրի վրա հալեցնել։ Մի թեթև կարամ կրակ տամ։ Ինը, okay։ Ուրեմն, այստեղ ունենք ընգույզ, ես արդեն պիստակը կամ հալեբի պիստակը արդեն մարացրել եմ, հիմա ընգույզն եմ մարացնելու։
միջակ չափսի ենք կտրատում, դենց որ դուրմի մեջ կամ շոկոլայի մեջ, երբ որ ուտես, ինքը դենց չափը հարմար լինի։ Մի հատ խառնեմ, որ չայրի։ Լավ հալվում է։ Արդեն լավ է։ Հնգույզը ունենք, պիստակը ունենք, հիմա նայում ենք շոկոլան որտեղ է հասել, շուտ-շուտ խառնում ենք, որ չայրենք, ու արդեն կստանանք մի քանի բաղադրիչ, որը իրար վրա հավաքելով ունենում ենք շոկոլա բար կամ ոնց ստեղ ասում են սալիկ, շոկոլադե սալիկ։ Քանի որ ես գիտեի սալիկը միան հատագին բادرուն այդ կպցրած այդ քարի կամ պորսելենային կամ սերամիկային մեթերիալն է կամ նյութն է, բայց ելավ որ չոկոլադ բարին էլ սալիկ ենք ասում։ Նես շոկոլան արդեն հալվում է ու պատրաստվում է, մի քիչ էլ որ հալացնենք արդեն կհալի։ Հոդը շատ անուշ է։ Ուրեմն ամեն վարքյան պետք է խառնենք, որովհետև մենք կոլոշիով չենք անում, վտանգավոր է շոկոլան գայրի շատ շուտ։ Մակրոյով եթե պիտի տնեք նույնիսկ շատ քիչ ժամանակ պիտի տնեք, հանեք, խառնեք, ետ տնեք, ետ խառնեք, ետ հանեք։ Միանգամից երկար ժամանակ չտնեք շոկոլան գայրի։ Նույնը չերոցում, եթե ուզում եք չերոցում հալացնել, պետք է մի քանի րոպե տնեք, հանեք, խառնեք, ետ տնեք։ Արդեն տեսակ որ հալվեց, արդեն հանում եք։ Մեր շոկոլան արդեն գրեթե պատրաստ է։ Ես կարամ էսի մարեմ կամ անչադեմ ու անցնեմ կորձի, միջև ինքը արդեն վերջնական հալվի։ Oops. Okay, so Աստեղ ունենք արմավը, աստեղ ունենք կետնանուշի գարակ, ես օգտագործելու եմ առանց քաղցրությամբ, այսինքն քանի որ կետնանուշին ունի երկու տեսակ, կամ ավելի ճիշտ է 3 տեսակ, մի հատը մեջը մեղրով է, որովհետև ես արմավ ունիմ, արդեն ինձ քաղցրությունը ապահովում է, օգտագործում եմ բարձը։ Ու այդ բարձը հիմա ավելացնում ենք արմավին վրա ու հետո այս ընկույզեղենը։ Սենց հետաքրքիր ցավով ավելացնում ենք ու դատարկում ենք բոլոր մնացորդը ու սենց կսում ենք։ Պետք է հավասարացնենք, որպեսզի հետո որ ընկույզեղենը ավելանա, ինքը ճիշտ հարթ լինի։ Արդեն հոդը չեք կարող պատկերացնել ինչքան ամուր է։ Oops. Փակում ենք, որպեսզի ունենանք հարթ շերտ։ Հիմա ավելացնում եմ ընկույզը։ Արդեն պատկերացնում եք, չէ՞ ինչքան համով է։ Ես սենց արդեն գուտեի, վիճակն այ։ Սենց ոնց որ դորտ լինի։ Մի հատ համով բաղադրիչներ իրար կով հավաքված։ Ինչ ենք ուզում։ Okay։ Մի քիչ էլ հալեբի պիստակ։ Հիմա արդեն պետք է շոկոլան դատարկենք։ Պատրաստ տակ մեզ է սպասում։ Գնացինք։
մի հատ հարթացնեմ։ Ինչքան հետաքրքիր է։ Վստահ եմ, ովքեր որ նայում են էսի պատրաստելի են, որովհետև հեշտ է, դժվարություն չկա, ոչ մի խոհարարական տենց հմդություն պետք չունի։ Ուղղակի լցնում ենք իրար վրա շերտերը ու շարում ենք։ Ճիշտ եմ, չէ՞։ Ու ինչի՞ չէ, որ դանը ունենանք միշտ վնասակար կոնֆետների փոխարինող մի հատ աղանդեր, որը ովքեր որ դանը ուզենան, օրինակ զավակդ կամ երեխատ ասեց, մամ, մի հատ քաղցր բան ինչ կա, էս առաջարկես, կամ ամուսինը դասի, կամ քո դիգինը ասա, դու էլ էս հյուրասիրես, կամ ընկերուհիդ է եկել, համով սուրճ եք խմում, կամ հարևանդ, պասի Վարդուհի ջան, բա կոնֆետ չկա սուրճի հետ, ասում ես չէ, էլ կոնֆետները վերջացան, ես անում եմ առողջ սնունդ, կամ ես ուտում եմ միան առողջ քաղցր և վայելում եմ կյանքս։ Սխալ բան չեմ ասում, չէ։ Բարենք, թանգո, վալս և ստանանք մեր համովությունը։ Ուպս։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան հեշտ ենք պատրաստում, անպայման պատրաստեք և ինձ անպայման գրեք ձեր կարծիքները, որովհետև ինձ կարևոր է հավանում եք ինչ տեսակի բաղադրատոմսեր եք հավանում, որ ես դրանցից ավելի պատրաստեմ։ Առողջ աղանդեր, ձեր դունը միշտ կլինի և սուրճի հետ կվայելեք։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Համի Գաղտնիք, ավելի ճիշտը կարող եք Համի Գաղտնիք YouTube-յան էջին բաժանորդագրվել և տեսնել բոլոր ձեր բաց թողած հաղորդումները այնտեղ։ Եվ իհարկե, մեր էջերը սոցցանցերի վրա, Համի Գաղտնիքը, Յամի Բայշաղը, Շաղիկ Երևանը, բոլորը ձեզ անհամբեր կսպասեն։ Ուրեմն, կտեսնվենք վաղը, ձեզ բարեխորժակ։